Այսօր կներկայացնեմ 25 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին։ Հայաստանը հնագույն երկիր է։ Հայաստան Իրանի, Չինաստանի, Հունաստանի, Եգիպտոսի և Ճապոնիայի հետ միասին մտնում է հնագույն երկրների այն վեցնյակում, որոնք կարողացել են անցնել հազարամյակների միջոցով։ Հայաստանի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է Պարսից արքա Դարեհ Առաջինի մ.թ.ա. 520 թվականին Բեհիստունյան արձանագրությունում։ Հնագույն տեղեկություններ Հայաստանի և հայերի մասին կան նաև մ.թ.ա. 5-րդ դարի հույն հեղինակների Հերոդոտոսի և Քսենոֆոնի մոտ։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրն է։ Հայաստանն առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը պետական կրոն է հռչակել։ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսն ու Բարտուղիմեոսը քարոզչություն էին անում Հայաստանում, և հայ առաքելական եկեղեցին կոչվել է նրանց անունով։ Գրիգոր Լուսավորիչը, որը 301 թվականին մկրտեց Հայաստանը, դարձավ ամենայն հայոց առաջին կաթողիկոսը։ Հայաստանը դարձավ պատմության մեջ առաջին քրիստոնեական պետությունը։ Աշխարհում առաջին եկեղեցին կառուցվել է Հայաստանում։ Էջմիածնի մայր տաճարն առաջին պաշտոնական եկեղեցին է։ Առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը երազ է տեսնում, թե ինչպես է Քրիստոսն իջնում երկնքից, հրե մուրճը ձեռքին, և ցույց տալիս տաճարը կառուցելու տեղը, և 303 թվականին կառուցվում է Էջմիածինը։ Քրիստոսի գեղարդը, Լոնգինի գեղարդը, որով հռոմեացի մարտիկ Լոնգինը խոցեց Հիսուս Քրիստոսին, պահվում է Էջմիածնի մայր տաճարի գանձարանում։ 2000 թվականից տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Երևան քաղաքը աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հայաստանի 13-րդ մայրաքաղաքը Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Այն գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան մասում։ Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Արգիշտի առաջին թագավորի կողմից։ Երևան քաղաքը 29 տարով ավելի հին է Հռոմից։ Հայերեն այբուբենը կատարյալներից մեկն է աշխարհում։ Հայոց գրերը ստեղծել է գիտնական վարդապետ Մեսրոպ Մաշտոցը 405-406 թվականներին։ Աշխարհում առաջին թվաբանության դասագիրքը կազմել է հայ մաթեմատիկոսը։ Աշխարհում առաջին թվաբանական խնդիրների դասագիրքը կազմել է հայ գիտնական մաթեմատիկոս Դավիթ Անհախտը։ Այդ դասագրքի մի նմուշ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում։ Մատենադարանը հնագույն ձեռագրերի աշխարհում ամենախոշոր պահոցներից մեկն է։ Մատենադարանում են պահվում նաև հին հայկական ձեռագրերը։ Հայաստանը ծիրանի հայրենիքն է։ Ծիրանի հայրենիքը համարվում է Հայաստանը։ Դա կապված է Ասիայից դեպի Եվրոպա ծիրանի ներթափանցման պատմության հետ։ Հայկական հանրահռչակերաժշտական գործիքը դուդուկը պատրաստվում է ծիրանենուց։ Բիբլիական Արարատ։ Արարատ լեռը Հայաստանի խորհրդանիշն է։ Այն պատկերված է երկրի զինանշանին։ Արարատ լեռան վրա է կանգ առել Նոյն իր տապանով համաշխարհային ջրհեղեղից հետո, և կանգ առավ տապանը 7-րդ ամսում, ամսվա 17-րդ օրը Արարատյան լեռներում։ Արարատյան լեռնաշղթան ունի երկու հանգած հրաբուխ՝ Մեծ Արարատ և Փոքր Արարատ, սակայն ներկա պահին լեռը Հայաստանի տարածքում չէ։ Հայկական հացը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Հայկական լավաշը 2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոգևոր ժառանգության ցանկում։ Որոշումն ընդունվել է Փարիզում Մշակութային հոգևոր ժառանգության պահպանության կոմիտեի նիստի ժամանակ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում են ներառվել նաև դուդուկի նվագը, հայկական խաչքարերի ստեղծման վարպետությունը և հայկական միջնադարյան էպոսը «Սասունցի Դավիթը»։ Հայաստանի երկրաբանական թանգարանում կարելի է տեսնել 1 միլիոն տարեկան Տրոգոն-Թեյրյան փղի կմախ։ Այն հայտնաբերվել է Գյումրի քաղաքի մոտ Ավազահանքում։ Արմենիա ավանումն առաջին անգամ հիշատակվում է Դարեհ Առաջին Մեծի Բեհիսթունի արձանագրությունում մ.թ.ա. 520 թվականին։ Պատմական Հայաստանի տարածքը կազմել է շուրջ 300,000 քառակուսի կիլոմետր։ Դարերի ընթացքում օտար նվաճողների արշավանքների և հատկապես 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով հայերը կորցրել են իրենց պատմական տարածքների գրեթե 90%-ը։ Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է մոտ 30,000 քառակուսի կիլոմետր։ Հայոց արքա Տիգրան Մեծը մ.թ.ա. առաջին դարում ստեղծել է հսկայական կայսրություն, որի սահմանները ձգվել են Եգիպտոսից մինչև Սև և Կասպից ծովերը։
Վատիկանում տեղադրված են հայ առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի և միջնադարյան մեծ հայ բանաստեղծ ու փիլիսոփա Գրիգոր Նարեկացու արձանները։ Հայկական հնագույն երաժշտական գործիք դուդուկը հնչում է «Գլադիատոր» ֆիլմում։ Խաչքարը կերպարվեստի բացառապես հայկական տեսակ է, այն իրենից ներկայացնում է մինչև 1,5 մետր բարձրությամբ փորագրված խաչարձան, գոյություն ունեն հազարավոր խաչքարեր, բայց յուրաքանչյուրը իր տեսքով տարբերվում է մյուսներից։ Հայաստանի տարածքում հաշվվում է շուրջ 25 000 պատմամշակութային հուշարձան, զարմանալի չէ, որ շատերը Հայաստանը անվանում են թանգարան բաց երկնքի տակ։ Տաթևի ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար ճոպանուղին, այն առանց կանգառի անցնում է 5752 մետր։ Բրիտանական պարբերականը 2019 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ օրենսդիր մարմինների շենքերի լավագույն տասնյակում։ Հարցումների համաձայն՝ այցելուների 90%-ը Հայաստանից գոհ է տուն վերադառնում։